все, ее вообще нету. Վերջին շաբաթների ամենաարյունոտ օրն է Ռուսաստանում։ Ուկրաինայի հարվածներից Նիժնեկամսկում 13 մարդ է զոհվել, այդ թվում մի երեխա։ Ռուսաստանի արդյունաբերական այդ խոշոր քաղաքում ավելի քան 4 տասնյակ վիրավոր կա ուկրաինական անօդաչուների հարձակման պատճառով։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ իրենց պաշտպանական ուժերը խոցել են նավթավերամշակման 2 գործարան՝ Նիժնեկամսկում Տանեկոն, Կրասնոդարի երկրամասում Միլսկին։ Կիևը վստահեցնում է, թե իրենց թիրախը միայն գործարաններն են եղել, սակայն Թաթարստանի իշխանությունը պնդում է, որ Նիժնեկամսկում ուկրաինացիները միտումնավոր հարվածել են գործարաններից հեռու բնակելի թաղամասերի։ 6 մարդ է զոհվել Բելգորոդի վրա ուկրաինական անօդաչուների հարվածներից։ Եվս 25 մարդ վիրավորվել է, այդ թվում 4 և 9 տարեկան երեխաներ, 30 բնակելի շենք է վնասվել, այդքան էլ մեքենա։ 3 մարդ վիրավորվել է Շեբեկինոյում մի ձեռնարկության հասցված հարվածների հետևանքով։ Ռուսները դրոններով հարձակվել են Զապորոժիեի վրա, 11 տուժածի մասին է հայտնի, նրանք իրենց տներում են եղել։ Քաղաքային իշխանությունների տեղեկություններով վիրավորներից 10-ամյա մի աղջիկ հիվանդանոցում ծանր վիճակում է։ Ուկրաինայի զինուժի կողմից օգտագործվող երկաթուղային շոգեքարշի են հարվածել ռուսական ուժերը։ Շաբաթներ շարունակված մարտերից հետո Դոնեցկի Վասյուտինսկոյե և Տրոեցկոյե գյուղերն են ռուսներն իրենց տիրապետության տակ վերցրել։ Վերջին 24 ժամում ռուսական հոպը խոցել է ուկրաինական 1134 անօդաչու, 4 հիմար ցրտիր, 10 կառավարվող ռումբ։ Գանե Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։